Տեր Հիսուս Քրիստոսի բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի ավետարանին չեն հնազանդվում։ Արդյոք Քրիստոսի երկրորդ գալուստ դատաստանը տեղի են ունենում նույն ժամանակ վերջին օրը։ Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա մեզ, երբ են դրանք լինելու, ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։ Կտեսնեն մարդու որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին 4 հողմերից, երկնքի ծայրից մինչ մյուս ծայրը։ Պատճառն այն է, որ Քրիստոսը գալիս է երկրորդ անգամ ոչ թե դատելու, այլ փրկելու ընտրյալներին։ Այնպես որ փրկվելու համար մենք պետք է հանդիպենք Քրիստոսին, ով հայտնվում է ամպերով մինչ վերջին դատաստանը կրակով։ Այդ դեպքում ինչ է նշանակում ամպը։ Արդյոք դրանք երկնքում գտնվող ամպերն են։ Ամպերը աստվածաշնչյան առակ են, որոնք նշանակում են մարմին։ Որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ, մարդու որդու նման, եկավ դեպի հինավուրցը նրան ներկայացվեց։ Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին։ Սա մարգարեություն է Հիսուսի մասին, ում Աստված տվել է իշխանություն, պատիվ ու թագավորություն։ Հիսուսը եկավ այս երկիր մարմնով, ինչպես մյուս մարդիկ։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը պետք է գա ամպերով։ Ինչու է Աստվածաշունչը մարմին նմանեցնում ամպերին։ Առաջին, ինչպես ամպերը ծածկում են արևի լույսը, այնպես էլ մարմինը ծածկում է Աստծո փառքի լույսը։ Երկրորդ, ինչպես ամպերից անձրևի միջոցով ամեն ինչ վերակենդանանում է, այնպես էլ Աստված մարմնով է գալիս և փրկում մարդկությանը կյանքի ջրի խոսքերով։ Հիսուսի առաջին գալուստի ժամանակ աշակերտները, ովքեր հասկանում էին, որ ամպերը նշանակում են մարմին, հավատացին Հիսուսին և ստացել փրկություն։ Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ մարդիկ, ովքեր գիտակցում են, որ ամպերը նշանակում են մարմին, հավատում են Քրիստոս անսանհոնգին և ստանում փրկություն։ Հուսով ենք, որ դուք բացարձակապես կհավատաք Աստվածաշնչի մարգարեություններին, կընդունեք մարմնով եկած Քրիստոս անսանհոնգին և կփրկվեք։